Եթե Միացյալ Նահանգները ասում են, որ իրենք ռազմավարական խարտիա ունեն Հայաստանի հետ, դա նշանակում է, որ խարտիան կամ հարաբերությունը ռազմավարական են։ Եթե դա ասում է միայն Հայաստանը, դա ընդհանրապես ցանկություն է։ Նպատակը այդ այցի ձեր կարծիքով։ Նպատակը հետևյալն էր, այնինչ ես նկարագրեցի Եվրոպայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների մասին, շատ լավ տեսնում են նաեւ Միացյալ Նահանգներում, ավելին, իրենք ավելի շատ գիտեն, քան Եվրոպան, որովհետեւ իրենց հետախուզությունը շատ ավելի հմուտ է։ Եվ ահա ինչու Ռուբիոն բոլորովին պատահական չէ, որ 10 օր առաջ ակնարկեց Հայաստանի վրա հարձակման հնարավորության մասին։ Նա չասեց դա ուղղակի, բայց չբացառեց այդ հնարավորությունը։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի շուրթերից դա շատ տագնապալից է հնչում։ Եվ ահա ինչու չսահմանափակվելով, ինչպես օրինակ կաներ Բլինքենը, նախկին պետքարտուղարը, հայ-եվրոպական այդ երկխոսությամբ, որի մասը կազմում էին ամերիկացիները, այսինքն Միացյալ Նահանգների համար Եվրամիության հարաբերությունները Հայաստանի հետ գրեթե հավասար էին Ամերիկայի հետ հարաբերություններին, որտեղ իրենք դիտում են Եվրամիությունը որպես իրենց ռազմավարական դաշնակից։ Հիմա Միացյալ Նահանգները չեն դիտում Եվրոպան, Եվրամիությունը այդպես, եւ իրենք գերադասում են եւ պարտավոր են ամեն ինչի մասին ստեղծել սեփական կարծիքը։ Եվ ահա մենք տեսանք, որ այդ կարծիքը հետեւյալն էր. Միացյալ Նահանգները սահմանափակվեցին հույս հայտնելով, որ խաղաղության գործընթացը տեղի կունենա, իրենք չպնդեցին, որ դա լինելու է բոլոր դեպքերում, ինչպես նախկին ադմինիստրացիայում ազգուշորեն եւ մեզ համար մեծ հույսեր առնացնելով ասում են, մարդիկ անունները չտան։ Ինչու՞, որովհետեւ Թրամփը այդ որոշումը դեռ չի ընդունել։ Իսկ դա շատ մեծ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ Թրամփը շարունակում է մնալ եւ Թուրքիայի եւ հատկապես Իսրայելի չեմ ասի ազդեցության տակ, բայց հստակ ճնշման ներքո եւ մյուս կողմից Թրամփի համար խիստ կարեւոր է խաղաղություն սահմանել, հաստատել եւ ահա որտեղ է կա երկու կետ, որտեղ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ կարող է իսկապես ռազմավարական երկխոսություն վարել։ Առաջի կետը դա խաղաղության գործընթացն է, որովհետեւ Թրամփը շատ է ցանկանում, որ եւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև որի խաղաղության համար նա իրեն էր վերագրում այդ փաստորեն նվաճումը, թեև Հնդկաստանը զգուշորեն, բայց հերքեց Միացյալ Նահանգների որոշիչ դերը եւ Ուկրաինայի դեպքում ինչը մենք փաստորեն տեսանք, որ չի հաջողվում եւ պատահական չէ, որ Թրամփը ամենակոշտ իր բառապաշարում խոսքերը օգտագործեց Պուտինի վերաբերյալ, այսինքն դա նշան է, որ նա ընդունում է, չի հաջողվում այդ խաղաղության գործընթացը։ Եվ փաստորեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը դա Իրանը-իսրայելականից շահկապված երկրորդ մասն է կազմում։ Եթե հաջողվի Իրանի հետ խաղաղություն կնքել, ապա կստացվի ավտոմատ կերպով խաղաղություն եւ Հայաստան-Ադրբեջան ահա ինչ է այստեղ ուսումնասիրում Միացյալ Նահանգների հատուկ դեսպանը։ Նա փորձում է հասկանալ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության դերը ավելի լայն տարածաշրջանային Իսրայել-Իրան, Իրան-Թուրքիա, Թուրքիա-քրդեր, Սիրիա քրդեր եւ այլն այդ շատ մեծ գծիկում իրենց հետաքրքրում է նաեւ այստեղ իրավիճակը։ Շարունակենք այդ թեման, հայտնի դարձավ, որ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ, նման ուղերձ որքան եթե ես սխալվում եմ, դուք ինձ ուղեք Հայաստանին, ոնց որ թե ուղղված չէր վարչապետին, փոխարենը այստեղ Թրամփը ուրեմն ուղերձով է դիմել Ալիևին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնեցին, որ ժողովրդավարության մարդու իրավունքների աշխատանքի հարցերով պետքարտուղարի տեղակալը Միացյալ Նահանգների այցելեց Ծիծեռ Ռակաբերդի հուշահամալիր այդ նույն օրը,
անկախության օրը հարգանքի տուրք մատուցելու ծաղիկներ դնելու անմար գրագի մոտ, այսինքն եւ Հայաստանին եւ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգները կարծես թե տնտղում է հողը փոխհարաբերությունների ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչպես կազդեն այդ բոլոր կամ ինչպես այդ բոլոր իրավիճակները կազդեն հայ-ադրբեջանականի, այլ գուցե առանձին Հայաստանի դիրքը, Հայաստանի դերը, Ադրբեջանի դերը, ինչի մասին է խոսքում այս փոքրիկ փաստը։ Այս փաստը խոսում է այն մասին, որ իմ գնահատականը հայ-եվրոպական Եվրամիության հարաբերությունների եւ այդ մայիսի 28-ին հրապարակած նոր տեսլականի հետ նույնը, ինչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների գնահատականը։ Հայաստանին եւ Ադրբեջանին նրանք վերջին օրերին նորից սկսում են դիտել նույն հարթության մեջ, ցավոք սրտի։ Սա է Փաշինյանի այսպես կոչված բալանսավորված քաղաքականության առաջին դառը պտուղը, առաջին իսկ արդյունքը։ Հայաստանը մայիսին կարող էր կտրուկ ավելացնել իր աշխարհաքաղաքական դերը եւ օգտվել Ադրբեջանից եւ անցնել Վրաստանից։ Մենք պետք է լինեինք տարածաշրջանային առաջնորդը եւ դա հենց այն է, ինչ եվրոպական կուսակցությունը եւ Եվրադաշինքի ուժերը առաջարկում էին վարչապետին դեռ 24 թվականին, ինչը նա փաստորեն շրջանցեց, ինչը մենք այնուամենայնիվ կարողացանք ձևավորել 25 թվականի մարտի 26-ի օրենքով, որը արդեն 2 ամսից ավել է անտեսվում է, արհամարվում է եւ չի կատարվում։ Եվ կրկնում եմ, սա ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք է մեր կառավարության կողմից, դա շատ ճիշտ, հստակ եւ արագ գնահատական ստացավ եւ Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Դա է նշանակում եւ Գորիսի այդ տեխնիկային հյուպատոսարանը եւ շատ ավելի չոր ու կոշտ գնահատականները, որը ԵՄ-ի նոր տեսլականի մեջ են գտել տեղ Հայաստանի վերաբերյալ եւ Միացյալ Նահանգների այս դա պատահական չէ, որ Իլհամ Ալիևին դիմում են ուղիղ պաշտոնական Թրամփի ստորագրությամբ, իսկ Հայաստանին դիմում են հատուկ բանագնացի, որի անունը դուք անգամ չեք էլ հիշում, մասնավոր պաստորեն երկտողով։ Քոտ մակքին Այստեղ կարևոր է պետքարտուղարի տեղակալ ժողովրդավարության մարդու իրավունքների աշխատանքի հարցերով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ եւ այստեղ ոչ թե խոսքը աշխարհաքաղաքական համագործակցության մասին է, ինչպես Ալիևի հետ են խոսում, այլ մարդու իրավունքների, ցեղասպանության հիշատակում մասին։ Հայաստանը ինքը իր ձեռքով սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած։ Սա փաստերեն, որոնք համադրեցինք մենք այսօր։ Այո, մենք դրա համար ենք երևի պարտավոր գոնե ամիսը մեկ հանդիպել եւ գնահատականներ տալ իրավիճակին։ Սա վերլուծություն է, որը ցավոք սրտի չի արվում ոչ կառավարության, ոչ ռուսամետ ընդդիմության շարքերում եւ մեր ժողովուրդը չի գիտակցում ինչ հնարավորություններ ունի եւ ինչ կորուստներ ենք մենք կրում այս անորոշության պատճառով։ Հունիսը սկսվում է երեխաների միջազգային տոնի հույսով եւ դա է մեր հույսը։ Հանուն մեր երեխաների մենք պետք է մենք կռվելու ենք հանուն մեր երեխաների եւ մենք չենք զիջելու մեր երկիրը ոչ թշնամիներին, ոչ ապիկար իշխանավորներին։